3 տարեկանում որ տարածական շամբունը դասագրքում մաթեմատիկայի նկարված էր, ես հարցրեցի Մորիս ջան, դու քանի քառակուսի ես տեսնում այստեղ։ Ու ինքը սկսեց հաշվել ոչ միայն այն քառակուսիներ, որոնք տեսնում է, այլ նաև այն, որ չի տեսնում։ Հաշվում 1, 2, 3, 4։ Հետո եռանկյունը տանիքի հարցրեցի, քանի եռանկյուն ես տեսնում։ 1, 2, այն որ չի երևում։ Ու հասկացա, որ այդ տարիքում դա մի քիչ ոնց որ սովորական ընդունակություն չի, բոլորին չի տրված դա, որ հասկանան այդ տարիքում, հատկապես որ ես առաջին Էդուարդին էլ ունեի, Էդուարդը 2 տարեկանից սկսել է նկարել, ինքը շատ վարժ գրիչ բռնում էր, շատ լավ, բայց այդպես տարածական պատկերացում չուներ, ոնց որ Մորիսը, ու սկսեցինք Մորիսի համար պլաստիլիններ, կավեր, խմորից պատրաստված բաներ։ Ինքը սկսեց հենց այդ տարիքից արդեն իսկապես լավ տարածական պատկերները ստանալ, նմանացնում էր փոքր շունիկ, փոքր փիսիկ, նույնիսկ շատ փոքր տարիքում մասնակցել բնության պահպանության թանգարանում ցուցահանդես էր ու ինքը շատ էր սիրում իմ զարդերը։ Վերցրել էր իմ ականջողը գունդ էր։ Այդ գնդի վրա փոքրիկ վագր։ Ամբողջ ցուցահանդեսի ընթացքում այցելուների ուշադրության կենտրոնը այդ Մորիսի վագրն էր։ Մի խոսքով շատ փոքր տարիքից է սկսել ցանկացած նյութ, ցանկացած կոտրված խաղալիք, ինչ իր ուզում է լիներ, կոտրված սաներ, բաժակ, օծանելիքի շիշ, ինքը այդ բոլորից պատրաստում էր իրեր։ Այս քարերը շախմատի դաշնամուրի ստեղներից է սարքել։ Առանց մեզ ասելու, հետո մենք բացում ենք, տեսնում ենք դաշնամուրի ստեղները չկան։ Հետո դաշնամուրի վրա ինքը սկզբում նկարում էր, նկարեց, հետո սկսեց դաշնամուրի վրա քանդակել, կավից, չթրծվող կավից ինչ-որ բաներ էր սարքում, ու այդ ամբողջ դաշնամուրը ինքը ձևափոխեց, ինձ հետաքրքիր արվեստի գործ սարքեց։ Շատ փոքր տարիքից դռների վրա էր նկարում, սպիտակ դռների վրա հատկապես, որ տեսնում էր մաքուր սպիտակ ֆոն, ու նշանակություն չունի, դա մեր տունն է, տատի տունն է, ում տուն ուզում է լինի, ինքը հենց սպիտակ այդ ֆոնը տեսնում էր, վերցնում էր, սկսում էր նկարել։ Դպրոցում գերազանց չի սովորել, բայց ինքը շատ գրագետ մարդ էր, շատ գրագետ էր։ Ինչ որ սովորել է, դա հիմնական իրանն էր։ Ինքը գնահատականի համար ընդհանրապես չէր սովորում, ու որ վախեցնեին գնահատականով, բացարձակ իրան գնահատական չէր հետաքրքրում։ Հետո ավարտեց, ընդունվեց Գեղարվեստի ակադեմիա, չէր սիրում ակադեմիական, ընդհանրապես ակադեմիական ոչ մի բան չէր սիրում Մորիսը։ Էդուարդն է իրան ստիպել, որ Մորիս ջան, առանց ակադեմիականի դու չես կարող ընդունվել, պիտի անպայման սովորես ակադեմիականը։ Պարապեցինք Մորիսի հետ մի խոսքով ամբողջ ընտանիքով, ու Մորիս ընդունվեց պետպատվեր, անվճար, ամենաբարձր բալերով, պատկերացնում, բայց հետո ակադեմիայում էլ արդեն ստիպված ինքը պիտի ակադեմիական գործեր անի, մի կերպ էր անում, բայց անում էր։ Ամեն դեպքում էլի որ նայում ենք իր գործերին, զգացվում է, չէ, որ ինքը իր ձեռագրով արել։ 6 ամիս սովորեց, հունվարի 25-ին զորակոչվեց։ Միանգամից Արցախ տարան, Մարտակերտ 5-ում։ 6 ամիս ծառայությունից հետո բարձրացան դիրքեր, ու ինքը հենց Ռոբերտ Աբաջյանի դիրքում էր։ Երևի 2 անգամ դիրք բարձրացավ, ու երրորդին որ պիտի բարձրանային, արդեն պատերազմը սկսվեց։ 27-ին առավոտյան 7:30, որ իրանք արդեն ճաշարանից դուրս են գալի ու ռմբակոծում են, հենց զորամասում, որ մաքրել են, կիսատ թողել ու փախել են երեխեքը, որովհետև հրամանատարներն ասել են, որ պիտի մտնենք ապաստարաններ, Մորիսը տեսել է աղբը թափած, ավելի վերցրել է ու սկսել արագ հավաքել։ Հրամանատարը ասում է, խփում են։ Հրամանատարն ասում է, թող, հետո ներսում ասում է, ինչի համար ես տենք, պիտի թողնեիր, ասում է, գային հանկարծ մտնեին, տեսնեին մենք փնթի ենք։ Պատկերացնում եք, ու ես շատ տղաների եմ լսել։ Պատկերացնում եք, այդ պահին այդ 18 տարեկան երեխաներին ինչի մասին եմ մտածել։ Ոչ թե իրենց կյանքի, այլ որ հայերի մասին հանկարծ վատ չմտածեն։ Կամավորները պատմում էին, որ ասում ոնց որ վախը դուրս եկած լիներ իր միջից։ Վախ չկար, ասում այդ երեխան։ Մենք վախենում ենք գիշերը ամեն մի ձայնից, ամեն մի շշուկից, ասում անմիջապես վախենում ենք, բայց ասում իրենց մեջ վախ չկար։ Իրենք էին մեզ հանգստացնում։ 12 տարեկան էր, 12-ից 13, հիմնականում այդ տարիքում իր մոտ ոնց որ ինքը ինչ որ բան կանխազգար։ Ուրեմն քանդակեց այդ կուլմինացիան, տղան գլխի կոր կապ կպված, ու այդ
սուր փայտերը դրանք մի քիչ չեն պահպանվել, ավելի շատ էին, ասենց սուր բրոնզագույն փայտեր էին, ոնց որ մետաղներ լինեին, սուր ասեղներ ոնց որ լինեին։ Վերջացրեց, բերեց դրեց սեղանի վրա, ասեց վերջ մամ, էս վերջն է։ Ու նաև այն մյուս տղան, էլի փշերով, այդ երկու աշխատանքը, ասեց ինչ վերջն է, ինչի է վերջը, ասեց մամ, այս աշխատանքը կոչվում է կուլմինացիա, ու սա վերջն է։ Ու այդ զգացողությունը, ես չգիտեմ ինչի, բոլոր աշխատանքների ժամանակ չի, որ ես տենց զգում էի, բայց այդ աշխատանքի, ասեցի չէ, վերջը, ոնց թե վերջն է, ինչի պիտի վերջը սենց լինի, ու հրեցի այս աշխատանքը։ Ինքը սենց արեց, ուսերը թոթվեց ու գնաց։ Ու երբ որ կամավորները եկան ու պատմում էին, թե ինչ էր կատարվում, որ գիշերը ցերեկից չէր տարբերվում, ու ոնց որ երկնքից վառվող ասեղներ թափվեն, ես անմիջապես Մորիսիս այդ աշխատանքը, որովհետև առաջին նոր որ ինքը սարքել, վերել էր, այդ ասեղները շատ էին, ու հենց իսկապես այդ ոնց որ այդ պատկերը ինքը քանդակած լիներ։ Վերջի զանգը հոկտեմբերի 28-ին էր։ Պարզվում է, որ առավոտյան ժամը 8-ից իրանք շրջափակման մեջ են եղել ու մոտավորապես երեկոյան ժամը 8-ին մեզ ասացին դուրս են եկել շրջափակումից, բայց իրականում դուրս չեն եկել, ուղղակի այդ պահին, որ ինքը զանգահարեց, վիրավորներին էին տեղափոխում։ Հետո դրանից հետո էլի շարունակվել է, բայց իրանք շրջափակման մեջ են եղել։ Ու այդ ժամանակ Հակոբը եկավ, ես իր դեմքից զգացի, որ ինչ-որ բան այն չի, հարցնում եմ, ասում եմ ոչ մի բան, հարցնում եմ ոչ մի բան։ Հետո ժամը 8-ի կողմերը զանգահարեցին իրան ու ասացին, որ դուրս են եկել արդեն երեխեքը շրջապատումից ու Հակոբը բարձր սկսեց հեկեկալ։ Լավ, որ ոչ մի բան չի եղել, ինչի՞ ես հեկեկում։ Ու պարզվեց, որ շրջափակումից դուրս են եկել։ Հետո Մորիսը ժամը 10-ին զանգահարեց ու այդ ձայնը, որ ինքը խոսում էր, ես տենց չեմ լսել ոչ մի անգամ։ Դա վախեցած ձայն չէր, դա բարկացած չէր, հուսահատված չէր, ես այդ բոլոր ձայները գիտեմ, ինքը որ նույնիսկ հիվանդ էր, այնտեղ երկու անգամ հիվանդացել է շատ բարձր ջերմությունով, ես զգում եի, որ բան այն չի, բայց այդ դա էլ ուրիշ ձայն էր, սա գիտեք, ոնց որ հաշտված չեմ կարող ասել, դա ինչ ձայն էր, բայց վախեցած չէր, ինքը մենք անդադ հարցնում ենք Մորիս ջան, ոնց ես, ամեն ինչ ինքը չէր պատասխանում, ինքն ասում էր դուք լավ եք, ամեն ինչ լավ է, լավ մնացեք, ինքը արդեն գիտեր, որ իրանք զոհվել են։ Որովհետև հրամանատարը, որ բարձրացել են Ուլիանա սարի վրա է եղել դա, որ բարձրացել են, հրամանատարն ասել է մենք գնում ենք ու դա շատ ավելի հավանական է, որ էլ հետ չեն գալու։ Եվ ես չեմ ստիպում, ով ցանկանում է, թող գա, իսկ ովքեր չեն ուզում, կարող են չգա։ Երիտասարդ տղա էր հրամանատարը, ասում առաջինը ձեր տղան է, առաջ եկա, Մորիսը, ու ասաց գնում ենք միասին, տղայի հրամանատարի հետ, մենք գնում ենք, իրար հետ կգնամ, բայց բոլորը գալիս են, երկու տղա չեն գալիս, երկու տղա մնում են, ես չեմ մեղադրում, որ մնում են, իրանք չեն գնում, կռվում են այդ սարի վրա 1-2 օր, սարի վրա ընդհանրապես դիրքեր չեն լինում, ոչ բաց սարը, ինքը բաց սարա ու այդ սարի վրա ուղղակի իրանց վրա անընդհատ կրակել են, անընդհատ անընդմեջ, գիշերը ցերեկից չի տարբերվել։ Հետո երբ որ վիրավորվում են, ոչ մեկ չի վիրավորվում, մահացու վիրավորանք չեն ստանում։ Պարզապես իրանց հրամանատարն ասում է, եթե մենք չտեղափոխենք, իրանք առնակամ կլինեին։ Շտապօգնությունով, որ արդեն իջնում են սարի ստորոտ, նստում են 4 շտապօգնություն, մոտ 28 զինվոր է լինում։ Հենց բարձրացնում են զինվորներին շտապօգնություն, 4-ն էլ խփում է։ Եվ ոչ մեկ չի փրկվում։ Մնում է հրամանատարը ու մի 2-3 զինվոր, որ չէին վիրավորվել, այլ տեղափոխում էին։ Տղաներից մեկն ասում է նույնիսկ Մորիսն իր ոտքով է գնացել։ Ես նոյեմբերի 9-ին եմ իմացել։ Նոյեմբերի 9-ին առավոտյան ժամը 9-ի մոտ, բայց մինչև այդ ժամը 6-ի կողմերը եղել է, որ հեռուստացույցով ցույց են տվել արդեն ցուցակները անդադ կային, եւ ամեն օր ժամը 6-ից մենք արդեն հեռուստացույց միացնում ենք ու հետևում, այդ օրը ես հեռուստացույց չեմ միացնում ու չեմ տեսնում։
Հետո որ ասում են, ես էլի գիտեք ոնց որ ժխտեմ։ Ուղղակի չեմ հավատացել։ Ու չեմ կարող ասել, որ չեմ կարող նկարագրել այդ ինչեր։ Բայց նորմալ վիճակ չէր։ Շատ երկար ժամանակ եմ ես տենց եղել։ Անձամբ ինձ այս ամեն ինչը ուժ է տալ, ես հիմա սրա համար եմ ապրում։ Մեր կյանքի նպատակն է արդեն սա դարձել, ու ավանդույթ է դարձել։ Մորիսի ամեն ծննդյան օր մենք պարտադիր ցուցահանդես ենք կազմակերպում, ամենաառաջին ցուցահանդեսը անհատական է եղել, շատ մեծ ցուցահանդես էր։ Հետո արդեն ցուցահանդեսների ոնց որ ձևաչափը փոխվում էր։ Պարտադիր չի որ Մորիսի աշխատանքների լինեին։ Օրինակ երկրորդը եղել է Մորիսը եւ ընկերները, ու իր բոլոր եւ նկարող դասընկերները, նկարող համակուրսեցիները, բոլոր ընկերները, ովքեր նկարում էին, ովքեր կարողանում էին նկարել, իրենց աշխատանքները ցուցադրել են։ Էդուարդի եղբոր։ Երկրորդ ցուցահանդեսը Էդուարդի եւ Մորիսի, երրորդ ցուցահանդեսը ուսուցիչը եւ Սանը, իր մի քանդակն ենք ներկայացրել, ինքը ուներ քանդակ, ուսուցչի մոտ այդ քանդակը։ Ու միայն ուսուցիչն է պատկերված, փայտից քանդակ էր, հարցում ուսուցիչն ասել է, Մորիս ջան, բա ուր է բանը, Սանը ուր է։ Ընկեր Սարգսյան, Սանայի ներսում է, դեռ դուրս չի եկել։ Պատկերացնում եք, հետաքրքիր բաներ ուներ, պատկերացումներ երևակայական։ Այդ Շանը ինքը ակադեմիայում է քանդակել, ուսանող էր արդեն, մենք շուն ունենք Ռեյանն։ Մորիսի հետ շատ մտերիմ էին իրանք, շատ կապված էին։ Պատերազմի ժամանակ հենց ամսի 28-ի գիշերը մեր շունը սկսեց ոնց է փոքր երեխան հեկեկում, այտենց ինքը հեկեկում էր։ Արթնացանք ես ու Հակոբը արթնացնում ենք Ռեին, ինքը զգացել էր այդ հեռավորության վրա։ Այս ցուցահանդեսում Մորիսի ոչ թե ամենափոքր, այլ պահպանված, որը որ պահպանվել է իր փոքր տարիքից 8 տարեկանի աշխատանքներից մինչև պատերազմի դաշտում իր կատարած աշխատանքն է։ Սպիտակ բարձի երես էր, մաքուր, կամավորականի բարձի երեսն է եղել ու կամավորականի դիմանկարն է, ինքը բերեց մեզ, ինքը բերեց այս նկարը տվեց։ Հետո պատերազմի դաշտում ինքը փամփուշտներից մատանի էր սարքում։ Հոկտեմբերի 14-ին զանգահարեց, 15-ին Էդուարդի ծնունդն է, ինքը 14-ին զանգահարեց, մամ, իմ արջի Էդուարդին արջ էր ասում, արջիս ծնունդն անպայման կնշեք, գիտես արջիս համար մատանի եմ սարքում, ասացի Մորիս ջան, ինչով է սարքում, մամ, այստեղ մեծ փամփուշտներ կան, արջի մատով իսկականը, ու այդ մատանին սարքում էր Էդուարդի ծնունդի համար, ամսի 15-ին երեկոյան զանգահարեց ու ինքը չհիշեց։ Ես հասկացա, որ լավ թեժ մարդ է գնացել այնտեղ։ Աշխատանքները, որոնք վառ գույներով են, ավելի փոքր տարիքի աշխատանքներ են։ Տարիների ընթացքում իսկապես որ ուշադրություն դարձնեք տարերի թվերը, գնալով աշխատանքները մքացել են։ Բայց ինքը այտենց մուկ չէր, ինքը շատ ուրախ էր, զվարթ էր։ Մեր տան ուրախությունն էր, ինքը որ ներս էր մտնում, ծիծաղը սկսվում էր տան, բայց նաև էմպանտ էր։ Ուղղակի զգում էր քո էմոցիաները ու վերցնում էր լավ։ Լավ չէր զգում, երբ որ իր շրջապատում տխուր են, պիտի բոլորն ուրախ լինեին, որ մտնում էր ներս, մի հատ sense ուշադիր նայում էր, բոլորս լավ ենք, տրամադրությունները լավ է, ամեն անգամ այս ցուցահանդեսները կազմակերպելիս ինձ մոտ նստվածությունը Մորիսը ցուցասրահում, այդ օրը որ ցուցահանդեսի բացումն էր, ես զգում եմ, որ ինքը այստեղ է։ Ու իսկապես ինքն այստեղ էր, ինքը սովորություն ուներ, ասենց անկյունից պատի անկյունից ասենց ծիկրակում էր, միշտ թվում էր, որ հիմա այդ անկյունից դուրս է գալու ինքը։ Գիտեք, ոնց որ ֆիզիկական չգոյությունը չի նշանակում, որ չկա։ Ես իրան միշտ զգում եմ։ Ամենաառաջին տատուն է Մորիսի, որ ինքը սկզբում ուզում էր փորձել իր մարմնի վրա, բայց ես նկատեցի շուտ ու թույլ չտվեցի, ասեցի սկզբում իմ վրա կանես, հետո ոտքի վրա ունել, ու հետո դրանից հետո անցավ պապային, պապան էլ թույլ տվեց, որ իր վրա աշխատի, մինչև որ արդեն հմտացավ ու սկսեց արդեն նույնիսկ ուրիշ մարդկանց տատուներ անել, ընկերներին, իր վրա սկսեց տատուներ անել։ Մորիսը չի արել սա, ուղղակի Մորիսի վրա կարեց տատուն, պապան արեց իր վրա։ Ունենք տատուն, Վարդը,
սա Մորիսը չի արել, Մորիսի եղբայրն է արել, Էդուարդը, ինքը հատուկ սովորեց, որպեսզի կիսատ թողածներն իրա շարունակի, Մորիսի մատի վարդն է, ես իմ մատի վրա արեցի, հետո Մորիսի համակուրսեցիները արեցին, իրենց բոլորի մատերին այս վարդը կա, և սա էլ է մեզ ապրեցնում անպայման, այս կպած։